քաղցկեղ հիվանդություն գոյություն չունի, չկա նման հիվանդություն։ Կրկնում եմ եւ թարմացնենք։ Գլխավոր օնկոլոգը, Ռուսաստանի գլխավոր օնկոլոգը մի քանի տարի առաջ ունեցավ ելույթ եւ իր հայտարարության մեջ նշեց, որ նմանատիպ հիվանդությունների դեպքում հակացուցված է վիրահատություն, քիմիոթերապիա, ճարակայթում։ Հակացուցված է։ Թող բժիշկը ինքը որոշի, ինչպիսի ցիտոստատիկներով է պատկերացնում բուժումը։ Պարզ, հստակ, մարդը արտահայտվեց։ Բայց մենք դեռ բժիշկները դա հասկանում են, բայց հասարակ մարդիկ, հեռուստադիտողները Իսկ դա հասկանում են ինչու են անում։ Ինչ Ինչու են քիմիոթերապիա տալիս։ Գուցե դա ինչ որ տեսակետ է, որ ունեն բժիշկներից ոմանք, որը ապացուցված չէ, մյուս տեսակետն էլ ունեն ոմանք, որը որ էլի ապացուցված չէ եւ բժիշկը ինքն է ընտրում, թե որ ճանապարհով գնա։ Ֆանարջյանի անվան ուրուսկաբանության կենտրոնը, որի անունով է Ֆանարջյանի անվան, չէ, Ֆանարջյանի անվան։ Պարոն Ֆանարջյանը ինչից մահացավ։ Քաղցկեղից։ Վերջի օրը կանչում է իր անձնակազմին, ասում է հիմա հիվանդը ես եմ, ինչ են կանել։ Դրանք էլ առաջարկում են քիմիոթերապիայի տարբերակ, ասում է դուրը բացեք եւ վրա դեղեք անձնակազմին։ Բա որ լավ էր թոնիկ էլ ընդուներ, բան չի չընդունեց։ Կամ Ֆանարջյանը կինը ինչից է մահացել, կրծքի քաղցկեղից։ Բան դու նրան բուժեին, լավ։ 2 տարի կյանքը երկարացնեին գույնը։ Եվ դուք կարողանում եք դա լուծել ձեր բիոլոգիական ակտիվ նյութերի միջոցով։ Մենք չունենք 1, 2, 3։ Գուցե լինում են դեպքեր, ես չեմ ասում բոլորը 100%-անոց են լինում, 10% կարող է։ Դա իմ մեղավորությունը չի։ Դա իր գաղտնի պահելու եւ չօգտագործելու մեղավորությունն է։ Գենետիկորեն ապացուցված է, որ կինը ունի 17-րդ խրոմոսոմը, մուտացիա է ենթարկված, ինքը թաքցնում է դա։ Մի հատ էլ բիոպսիա է ստանում, բիոպսիա են անում։ Միոման հեռացրել ենք, միոման ամեն ինչ նորմալ, բայց կրծքագեզում խնդիր առաջանում։ Բայց մենք հետո ենք իմանում, որ ինքը բիոպսիա անել տվե։ Եթե ինքը ասեր, որ բիոպսիա չեմ արել, ընդամենը այսպես է, այդ դեպքում ուրիշ մոտեցում գոյություն ունի։ Այնպեսի բան պետք է անես, որ այդ չբացվի կրծքի նորագվածությունը չբացվի, հանկարծ առանձնություն չունենանք։ Դա եղել են դեպքեր։ Այսինքն որոնք որ մահեր են եղել, այո։ Չէ, մահեր չեն եղել։ Կուրծքը հեռացվել է հետո։ Մահ չի եղել։ Բայց եթե ինքը ի սկզբանե ասեր, որ ես գնացել եմ բիոպսիայի, ի սկզբանե ասեր, որ ես գնացել եմ գենետիկայի կենտրոն, հետազոտվել եմ, հայտնաբերել են, որ իմ 17-րդ խրոմոսոմը մուտացիայի է ենթարկված, այսինքն իր տատիկը կամ տատիկի մահացել է հիվանդությամբ։ Եթե մեր դեղորայքը չէր օգնելու իրեն, ինչի արգանդի կանաց ներքին օրգանների միոման վերացավ մեկը միշտ չկա։ Ինչի ընդեղինը վերացավ, ստեղինը մնաց։ Դուք ինքներդ եք ստեղծում այդ ակտիվ բիոլոգիական նյութերը։ Եվ դուք երևի գիտեք ինչպես են նրանք ազդում։ Հետևաբար դուք եք պատասխանատուն նրա թե ինչ է տեղի ունենում, ինչպես է բուժվում։ Միանշանակ։ Եվ դեպքում ես ուզում եմ հասկանալ մեկ ուրիշ բան, թե ինչու այդ ակտիվ բիոլոգիական նյութերը նույն հիվանդանոցները չեն գնում, չեն վերցնում ձեզնից եւ ուղղակի այդ հիվանդներին, որոնք որ դատապարտված են մահվան կամ քաղցկեղի միջոցով այդ քիմիոթերապիայի եւ այլ ճանապարհով կյանքի որակի կտրուկ անկման, պարզապես բուժեն այդ մարդկանց, եթե բիզնեսը փող են վերցնում, թող վերցնեն։ Արցախի օնկոլոգիայի ինստիտուտից կամ հիվանդանոցից ավելի շուտ բժիշկներ են վերցնում եւ իրենք էլ օգտագործում են։ Բաբրոյան կենտրոնից էլ բժիշկուհիներ են վերցնում եւ իրենք էլ օգտագործում են եւ ուղարկում են իրենց բարեկամներին։ Ես անուններ չեմ ուզում տալ մի քիչ։ Շատ լավ, պարոն Մալիքյան, ես առաջարկում եմ հիմա